42-ամյա Վիլեն Գաբրիելյանը ծնվել է Բաքվում, մասնագիտությամբ դեղագետ է, ավարտել է Երևանի Մխիթարհրացու անվան պետական բժշկական համալսարանը։ Կարիերան սկսել է 2006-2007 թվականներին աշխատելով մասնագիտությամբ, եղել է դեղագետ Մեդֆարմացիա ՍՊԸ-ում։ 2007-2008 թվականներին եղել է Առողջապահության նախարարության մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնի առաքման բաժնի պետը։ 2008-2009 թվականներին Ալֆա Ֆարմ Փակ բաժնետիրական ընկերության դեղատնային ցանցի վերահսկող վերահսկողության բաժնի պետ։ Հեղափոխությունից հետո 2020-2021 թվականներին ղեկավարել է ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը։ ՀԱԿ համակիր, ակտիվիստ, ՔՊԸ-ական պատգամավոր և նորից ՔՊԸ-ական, բայց ամեն ինչ հերթով։ Մասնակցել է մի քանի սոցիալական թեմաներով ակցիաների և մտել քաղաքականություն։ Քաղաքական ուղին սկսել է հենց քաղաքացիական պայմանագրից։ 2013-ից քաղաքացիական պայմանագիր քաղաքական միավորման հիմնադիր անդամ է, 2015 թվականից էլ ՔԲ կուսակցության հիմնադիր անդամ է, առաջին վարչության անդամ։ Այդ փուլում Գաբրիելյանն ակտիվ էր Facebook-ում և իրեն նավակ ճոճող էր կոչում։ 2016-18 թվականները եղել են Գաբրիելյանի ապաքաղաքականացված տարիները։ 30 տարեկանում մեկնել է ծառայության, ծառայել է Արցախում, Օմարի լեռներում ու կյանքի այդ փուլում իրեն կոչել Օմարի արծիվ։